Արդարադատության նախարարությունը առաջարկում է քրեական գործերով վերաքննիչ բողոքները բանավորի փոխարեն քննել գրավոր։ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման, արդյունքները ամփոփվել են։ Փոփոխությունները միտված են դատարանների բեռնաթափմանը։ Վերաքննիչ բողոքների քննության ընդհանուր կանխավարկատվորն այս պահին գործում է քրեական դատավարության օրենսգրքով, բողոքների բանավորության սկզբունքն է, այսինքն գործ նստայության լուծող դատական ակտերը քննվում են դատական նիստերում, նախագծով առաջարկվում է գրավոր ընթացակարգով բողոքների քննություն, սահմանելով որոշակի բացառություններ, մասնավորապես կողմի միջնորդությամբ կամ դատանի սեփական նախաձեռնությամբ։ Դատարանը ըստ անհրաժեշտության կարող է նաև վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացնել։ Եվս մեկ բացառություն կա, եթե դատարանը բավարարի ապացույցներ հետազոտելու միջնորդությունը, այս դեպքում եւս կարող է վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում անցկացնելու որոշում կայացվել։ Փոփոխությունը չի հանգեցնի գործերի քանակի նվազման կամ դատավորների քանակի ավելացման, բայց հնարավորություն կտա ժամանակը եւ ռեսուրսները ավելի արդյունավետ ծախսել։ Վարույթում արկա գործերի միաժամանակյա քննության ենթակա գործերի քանակի նվազում, որը եւ լրացուցիչ էլի ժամանակի շահում է եւ դրա արդյունքում կնպաստի արդարադատության որակի, նաեւ ժամկետների, ողջամիտ ժամկետներում գործերի քննության հնարավորությունը ավելի արդյունավետ իրացնելու գործը։ Դատավորի առաջարկը վերաբերում է նախատեսվող դրույթին, ըստ որի գործի քննությունը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի քան 6 ամսում։ Իմպերատիվ կերպով ժամկետի պահանջը ըստ նրա կարող է հանգեցնել իրավական փակուղու։ Հնարավոր է ժամկետ լրացել է, բայց չի ավարտվել նոր ապացույցի հետազոտումը։ Շահագրգիռ մարմինների ներկայացրած առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվել է։ Սահմանվել է, որ վերաքննիչ բողոքների քննության 6-ամսյա ժամկետը կարող է դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել եւս 4 ամսով։ Ողջամիտ ժամկետները միանշանակ պետք է պահպանվեն, այսօր չկա ժամկետներ, բայց կա բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունված ուղենիշային ժամկետներ, որտեղ որ վերելուծվել գործերի բարդությունը, գործերի առանձնահատկությունը, բողոքների քանակը եւ դրա արդյունքում բարձրագույն դատական խորհուրդը սահմանել է 4, 6 եւ 10 ամսյա ժամկետներ որպես ուղենիշներ ողջամիտ ժամկետների քննության եւ կարծում եմ նոր փոփոխությունները այս որոշման հետ համատեղ հնարավոր է աշխատեն։ Հարությունյանի խոսքով վերաքննիչ դատարանում վերանայման գործառույթը իրականացնելիս գրավոր ընթացակարգը նորույթ չէ, հատուկ եւ բացառիկ վերանայումները իրականացվում են գրավոր։ Այդ ընթացակարգի համար նախատեսված են ժամկետներ եւ դրանց երկարացման մեխանիզմներ։ Կարծում եմ նույն տրամաբանությունը կարելի է կիրառել նաեւ վերաքննության գործառույթի իրացման շրջանակներում, մասնավորապես կարող ենք սահմանել դատական ակտի կայացման օր որոշակի ժամկետով, բայց հնարավորություն ընձեռել, որ վերաքննիչ դատարանը հիմնավորված որոշմամբ այդ ժամկետները կարողանա երկարացնել։ Ըստ վիճակագրության առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի կեսից ավելին բողոքարկվում են վերաքննիչ դատարաններում։ Հաշվի առնելով, որ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի հետազոտած եւ հաստատած փաստերի շրջանակում է քննում գործը, ըստ Գևորգյանի արդարադատականության իրավունքի երաշխավորման տեսանկյունից կարող է նորմալ համարվել գրավոր ընթացակարգով վարույթների իրականացումը։ Ուսումնասիրվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Առաջարկվում է դատական ակտերի մասին մասնակիցներին ծանուցել երկշաբաթյա ժամկետում։ Սա ըստ էության շատ կարևոր փոփոխություն է, նկատի ունենալով նաև դատարանների իրական հնարավորություն ունենալու հանգամանքը պատշաճ իրականացնել ծանուցումները։ Փոփոխություններ են նախատեսվել նաև վարչական դատավարության օրենսգրքում։ Այս դեպքում եւս նախատեսվում է ամրագրել վերաքննիչ բողոքների քննության ընդհանուր գրավոր ընթացակարգ, կրկին միտված դատարանների բեռնաթափմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանն ու որակի բարելավմանը։ Մայա Խաչատրյան, Արտակ Գևորգյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։